Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսի, հեռուստասերիալն էլ ավելի լարված ու էլ ավելի հետաքրքիր է դառնում։ Հեռուստասերիալի սկզբում Արմոն ուղղակի վռամին ենթարկվող ինչ-որ մեկն էր, սակայն հիմա նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքն ու բոլորին կարողանում է կառավարել։ Սաքոյին ու իր ընտանիքին պահում է ձեռքի մեջ։ Սաքոն շատ լավ հասկանում է, որ Արմոն ձեռքին խաղաքարտ ունի ու այդ խաղաքարտն ամեն կերպ օգտագործելու է իր ընտանիքի դեմ, բայց հիմա պետք է, որ նա Արմոյին իր կողքին պահի։ Հեռուստասերիալում նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում, նոր կերպար, նոր ասելիք։ Հայկի եղբայրը Միքոն վերջապես վերադարձավ, իսկ Սոնան գնաց։ Սոնան որոշել էր Նարեին խոստովանել ամեն ինչ, բայց Նարեի խոսքերից հետո նա որոշեց, որ ուղղակի պետք է հեռանա։ Նարեն ասեց, որ հնարավոր է, որ Արմոն հենց այնտեղ էլ որևէ լսողական սարք դրած լինի, ու բնականաբար Սոնան որոշեց լռել, ուղղակի հավաքել իրերն ու հեռանալ երկրից, որպեսզի Արմոյի սպառնալիքները չիրականանան։ Սոնան շատ լավ հասկանում է, որ իրենց երկու ընտանիքները երբեք հաշտ ու համերաշխ չեն կարող լինել, հատկապես այն գաղտնիքներից հետո, որոնք շատ շուտով բացահայտվելու են, հատկապես որ բացահայտվեն, թե ովքեր կապ ունեն Սոնայի եղբայրների ու մոր մահվան մեջ, սա իսկական իրադարձություն է լինելու։ Հայկը քիչ էր մնում, որ սեր խոստովաներ Նարեին այն բանից հետո, երբ Նարեն, հավանաբար մտածված, Արմոյի հետ ամուսնության մասին էր խոսում և որ պետք է ամուսնանա չսիրելով։ Այդ ամենը Հայկին հունից դուրս հանեցին ու նա որոշեց, որ պետք է Նարեին սեր խոստովանի, բայց հեռախոսազանգը խանգարեց այդ ամենին։ Հեռախոսազանգի ընթացքում Վարոն նրան հայտնում է, որ եղբայրը Միքոն հայտնվել է։ Հեռախոսազանգ, որից հետո Հայկի ու նրա ընտանիքի կյանքը հաստատ փոխվելու է։ Եղբայրը վերադարձել է, բայց վերադարձել է իր խնդիրներով ու պարտքերով հանդերձ և այդ ամենը հաստատ հայտնվելու է Հայկի ուսերին։ Ինչ գործերի մեջ է թաթախված Հայկի եղբայրը և ինչեր է պարզվելու, կիմանաք շատ շուտով, ամենահետաքրքիրն է դեռ առջևում։ Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը համարվում է հայկական սերիալ արտադրության ամենառեյտինգային նախագծերից մեկը նախ սցենարով, երկրորդն էլ հեռուստասերիալում նկարահանվող դերասանների դիտարժան խաղով։ Հեռուստասերիալում կան ինչպես նորահայտ դերասան-դերասանուհիներ, այնպես էլ հեռուստադիտողների կողմից արդեն սիրված դերասան-դերասանուհիներ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալի հետագա սերիալներն էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր լինեն։ Սոնան սիրելով վռամին ուղղակի հեռացավ, որովհետև վախ ուներ, որ երկու ընտանիքները ևս մեկ անգամ բախվելու են։ Այս երկու ընտանիքների միջև երբեք համերաշխություն չի լինի, հատկապես նրանց միջև տեղի ունեցածից հետո։ Չէ՞ որ Հայկն է սպանել Նարեի եղբորը, ինչպես են երկու ընտանիքները համերաշխ ապրելու, բայց այն ինչ պարզվելու է հետո, որ մինչ այդ սպանությունն ու այդ ամենի տեղի ունեցածը Սոնան հեռացավ ոչ թե որովհետև չէր սիրում վռամին, այլ որովհետև այդ օրերի ցավը նորից բացեց հին վերքերը։ Նա վախեցավ, որ եթե մնա, իրենց ընտանիքները կրկին կբախվեն, կպայթեն ու այդ պայթյունն այս անգամ կարող է ոչ թե պատմություն դառնալ, այլ կյանքեր խլել։ Վռամին գրկել, ասել մնաս բարով նա չկարողացավ, պարզապես շրջվեց ու քայլեց, աչքերում մեղքի, սիրո և հույսի նշան, և ամբողջ ընթացքում հավանաբար նա մտքում կրկնում էր, թե արդյոք ճիշտ է վարվում։ Իհարկե վռամի համար հեշտ չէր գիտակցել, որ Սոնան առանց հրաժեշտ տալու հեռացել է։ Արմոն շարունակում է բոլորին հիմարեցնել, մանիպուլացնել ու գցել իր թակարդը։ Արմոն հասկացել է մի ճշմարտություն՝ ով առաջինը սուտ ստեղծեց, նա էլ կդառնա ճշմարտության տերը։ Նա խաղում է ոչ միայն փաստերով, այլ մարդկանց հոգեբանությամբ, սուտ է ասում, ժպտում է, հետո նույն ժամանակ ճշմարտությունն էլ կեսով է ասում, որ բոլորը կասկածի տակ մնան։ Սոնային վախեցրեց, Սաքոյին գրգռեց, վռամին բերեց կյանքի ու մահվան եզր, Նարեին ստիպեց խաղալ իր կանոններով։ Հիմա նա փորձում է հասնել մի բանի, բոլորն էլ իր կամքին ենթարկվեն։
Նրա ամենամեծ զենքը ոչ թե բռունցքն է, այլ տեղեկությունը, իսկ երբ մարդու ձեռքին գաղտնիքներ են, նա դառնում է ամենավտանգավորը։ Հայկը դեռ չի հասկանում, որ իր կյանքն արդեն նոր փուլ է մտնում։ Միքոն վերադարձավ ոչ միայն տուն, այլ պատմության կենտրոնում նրա աչքերում կա մի բան, մի գաղտնիք։ Նա իմանում է, որ ընդունում է եղբոր օգնությունը։ Արդյոք եղբայրը բարեկամ է, թե թշնամի։ Ամենամեծ գաղտնիքների բացահայտումը դեռ առջևում են։ Արդեն պարզ է, որ Արմոնն արեին բաց չի թողնի, Սոնան չի կարող հեռանալ իր սիրուց, Հայկը չի կարող խուսափել ճշմարտությունից, Միքոն դատարկաձեռն չի վերադարձել։ Արդյոք Աշոտը մահացած է, թե ոչ, այս հարցերը կախված են օդում, ինչպես մի գոլորշի, որը մի պահ այլևս չի լինի, ինչպես գաղտնիքները երկար ժամանակ չեն թաքնվի։